Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» սերիալն այն նախագծերից է, որը շատ արագ կարողացավ ներգրավել հեռուստադիտողին և ստիպել սպասել ամեն օր սերիային։ Սերիալը ոչ միայն պատմություն է բռնցքամարտի մասին, այլ շատ ավելի խորքային, մարդկային ճակատագրերի, կորստի, խաբեության, ճշմարտության և արյունակցական կապերի մասին։ Այստեղ յուրաքանչյուր հերոս ունի իր ցավը, իր անցյալը և իր պայքարը, որը հաճախ ավելի ծանր է, քան ցանկացած մենամարտ ռինգում։ Սերիալի հիմքում ողբերգական պատմություն է, 4 երեխաներ մնում են առանց ծնողների։ Ժամանակն անցնում է, բայց այդ կորուստը շարունակում է ուղեկցել նրանց կյանքում, տարբեր ձևերով։ Երկու եղբայրները՝ Լեոն և Դավիթը, մնում են պապի խնամքին, մեծանում են համեստ պայմաններում, բայց ընտանիքի, ջերմության ու մարդկային արժեքների միջավայրում։ Պապի կերպարը սերիալում առանձնահատուկ նշանակություն ունի։ Նա խորհրդանշում է անցյալը, կորցրած որդուն, չիրականացած հույսերը և այն ցավը, որը տարիներով չի սպիանում։ Նա նույնիսկ չի իմանում, թե ինչ ճակատագիր է ունեցել Մոսկվայում մնացած թոռը, և այդ անտեղյակությունը դառնում է նրա կյանքի ամենածանր բեռից մեկը։ Մարկը, ում հետագայում անվանում են Վովա, մեծանում է բոլորովին այլ միջավայրում։ Նրան խաբում են, ասելով, թե հայրն իրենից հրաժարվել է։ Այդ սուտը ձևավորում է նրա բնավորությունը, դարձնելով նրան կոշտ, փակ, երբեմն էլ ագրեսիվ։ Բռնցքամարտը դառնում է նրա ինքնահաստատման միջոցը, իր ցավն ու զայրույթը դուրս բերելու ճանապարհը։ Նա ուժեղ է, նպատակասլաց, բայց ներսում կոտրված։ Նրա վերադարձը Հայաստան պետք է լիներ պարզապես հերթական մրցումը, սակայն իրականում դառնում է ճակատագրի ամենադաժան խաղերից մեկը։ Լեոն ու Դավիթը ներկայացնում են երկու տարբեր, բայց միաժամանակ լրացնող կերպարներ։ Լեոնն ավելի սառնասիրտ է, հաշվարկող, պատրաստ է ռիսկի գնալ ընտանիքը պահելու համար։ Դավիթը հակառակը, չափազանց բարի է, արդարամիտ և չի կարող աչք փակել անարդարության վրա։ Նրա աշխատանքից հեռացվելը հացիփռից շատ խոսուն դրվագ է, որը ցույց է տալիս, թե որքան անպաշտպան է բարությունը կոշտ իրականության մեջ։ Այդ գիծը սերիալին տալիս է սոցիալական երանգ, դարձնում այն ավելի իրական ու մոտ հեռուստադիտողին։ Հունանի և Ավոյի կերպարները սերիալի մութ կողմն են։ Նրանք այն մարդիկ են, որոնց գործողությունները տարիներ անց էլ շարունակում են ազդել մյուսների ճակատագրերի վրա։ Հունանն իր ակումբով, ազդեցությամբ և հաշվարկված քայլերով փորձում է վերահսկել իրավիճակը, մարդկանց կյանքերը դարձնելով գործիք իր նպատակների համար։ Ավոն իր հերթին կարծես գիտի ավելին, քան ասում է։ Նրա հայացքներում մշտապես կա ծանր գաղտնիք, որը կապված է անցյալի հետ և հատկապես Մարկի ճակատագրի։ Սերիալի ամենահուզիչ ու լարված գիծը եղբայրների հնարավոր հանդիպումն է ռինգում։ Միտքը, որ հարազատ եղբայրները կարող են միմյանց դեմ կանգնել առանց իմանալու ճշմարտությունը, սերիալին տալիս է հզոր դրամատիզմ։ Այստեղ գոյամարտը դառնում է ոչ միայն ֆիզիկական պայքար, այլ նաև ներքին ճակատագրի, ճշմարտության և խաբեության միջև։ Գոյամարտն առանձնանում է նաև դերասանական ճիշտ ընտրությամբ։ Դերասանները կարողանում են փոխանցել իրենց հերոսների ներքին աշխարհը առանց ավելորդ բառերի։ Կադրերը, երաժշտական ձևավորումը, մթնոլորտը լրացնում են պատմությունը, դարձնելով այն ավելի լարված և հուզիչ։ Սա այն սերիալներից է, որտեղ յուրաքանչյուր մանրուք կարևոր է և յուրաքանչյուր դրվագ նոր հարցեր է առաջացնում։ Ընդհանուր առմամբ, գոյամարտը խոսում է այն մասին, թե ինչպես անցյալում ընդունված սխալ որոշումները կարող են տարիներ անց կործանել կյանքեր և ինչպես ճշմարտությունը, որքան էլ ուշ բացահայտվի, միշտ ունի իր գինը։ Սերիալը խոստանում է լինել երկար, ծանր, հուզիչ ու անակնկալներով լի պատմություն, որը դեռ շատ բացահայտումներ ունի առաջիկա սերիաներում։ Իսկ մինչ տեղի կունենան այդ բացահայտումները, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն նշենք, որ հեռուստասերիալում ամենաինտրիգային ու դիտարժան սերիաները դեռ առջևում են։ Հեռուստադիտողներին արդեն պարզ է, որ Վովան վերադառնում է Մոսկվայից։ Իհարկե, այստեղ զարգացումները շատ հետաքրքիր են լինելու։ Դիանա Գրիգորյանը ոչինչ չի խնայում, որպեսզի հեռուստասերիալն էլ ավելի դիտարժան ու հետաքրքիր դառնա։ Այդ է պատճառը, որ նկարահանումների մի փոքրիկ հատված իրականացվում է Մոսկվայում, և դերասանները նկարահանող թիմի հետ մեկնել էին Մոսկվա՝ ստանալու իրական կադրեր։ Ահա վերջապես հայաստանյան կադրերն են, Վովան վերադարձել է,
Բնականաբար հանդիպում է եղբորը, հորեղբորը, առանց իմանալու, թե ովքեր են նրան, ինչպես պարզ կդառնա հետագայում, հավանաբար Վովան ու Լեոն պայքարելու են Լեայի սիրտը գրավելու համար։ Որ եղբորը կհաջողվի, ով կկարողանա գրավել Լեայի սիրտը, ցույց կտա ժամանակը, ամեն ինչ դեռ առջևում է, դեռ վաղ է կանխատեսումներ անել, այնպես որ միացեք մեր ալիքին առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը չկորցնելու համար։ Սեղմեք զանգակ կոճակը և իհարկե տեսանյութի մեկնաբանություններ բաժնում էլ անպայման գրեք, թե այս հեռուստասերիալում որ կերպարին հասցրեցիք հավանել, որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ ու սպասեք հետաքրքիր թարմ նոր տեսանյութերի։